այն մարդու մասին, որը նախընտրում էր շփվել միայն միլիարդատերերի հետ, որի կղզին դարձել էր աշխարհի ազդեցիկների գաղտնի ակումբ, եւ որի մահը ոչ թե վերջ դրեց այդ կղզու գաղտնիքներին, այլ դարձավ նոր միջազգային սկանդալների առիթ։ Ջեֆրի Էփշտեյն, ինչպես կարող էր աշխարհի ամենահզոր մարդկանց գաղտնի նամակագրությունը, տեսանյութերը եւ անձնական կապերի մասին ապացույցները հայտնվել մեկ մարդու մոտ, եւ ինչու այդ արխիվը հենց հիմա բացվում, Զարա Սարգսյանն է պատմում։ Ջեֆրի Էփշտեյն, մարդ, որ նույնիսկ իր մահից հետո խառնեց աշխարհը, մարդ, որ նախընտրում էր շփվել միայն նրանց հետ, ովքեր ունեն $1 միլիարդ։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է սկանդալային ֆինանսիստի դեմ հարուցված քրեական գործի եւս 3 միլիոն ֆայլ, կոմպրոմատներ աշխարհը կառավարող անձանց ու միլիարդատերերի դեմ։ Ավելի քան 3 միլիոն էջ, որտեղ առկա է 2000 տեսանյութ եւ 180,000 լուսանկար, մեծ մասը ինտիմ բնույթի։ Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների, մարմնավաճառության կազմակերպման եւ այլ հանցագործությունների համար մեղադրվող ֆինանսիստն իր կղզում հարուստների համար փարթիներ էր կազմակերպում եւ աղջիկներ մատակարարում։ Իսկ ով էր նա։ Բրուքլինում ծնված եւ քոլեջը թողած Ջեֆրի Էփշտեյնը կարողացավ մտնել հարուստների եւ ազդեցիկ մարդկանց շարքերը, աշխատելով Bear Stearns ներդրումային բանկում 1980-ականներին։ 2019 թվականին բանտում ինքնասպանության պահին նա իր հաշիվներին ուներ $578 միլիոն, թանկարժեք անշարժ գույք, Կարիբյան ավազանում 2 մասնավոր կղզի եւ գրեթե $380 միլիոն կանխիկ եւ ներդրումների